Before we start, we'll have the pleasure to unveil the sculpture. Thank you very much and Շատ շնորհակալություն եւ բարև բոլորին։ Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Ջերմորեն ողջունում եմ նաեւ Grandesti հայկական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մեզ հետ են։ Մենք ընդունում ենք այս քանդակը, ընդունում ենք Եվրոպական խորհրդարանի անունից։ Դա նվեր է Հայաստանի Հանրապետության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Շնորհակալություն հարգելի վարչապետ այս գեղեցիկ արվեստի գործի համար։ Անունը արմատների կանչը եւ երկխոսության ուժը։ Ավելի լավ անուն չեմ կարող պատկերացնել Եվրոպական խորհրդարանում։ Երկխոսությունը մեր ժողովրդավարության անկյունաքարն է։ Այն մեզ միավորում է եւ մեզ առաջ է շարժում։ Ի վերջո մեր խորհրդարանը հենց այդպիսին է իր էությամբ, երկխոսության կառուցում միմյանց հետ, քաղաքացիների հետ եւ մեզ շրջապատող աշխարհի հետ։ Եվ այս գեղեցիկ գործով հայոց այբուբենի այս պատկերմամբ հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ եւ բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա։ Այս քանդակը հպարտորեն իր տեղը կզբաղեցնի եւ մենք էլ ենք հպարտ տեղ կզբաղեցնի խորհրդարանի մուտքի մոտ Սիմոն Վեյլ շինության կողքին եւ ազդակ կլինի բոլորին, ովքեր մուտք են գործում այս տունը։ Սա նվիրումն է մեր երկխոսությանը եւ մեր հավատարմությունն է խորհրդարանների միջև սերտ կապի։ Հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը հայոց լեզվի մասին գրել է. Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս։ Կարծում եմ այս զգացողությունը կիսում ենք բոլորս, կիսում ենք ժողովրդավարության այս տան ներսում։ Կրկին շնորհակալ եմ բոլորիդ եւ շնորհակալություն ձեզ, պարոն վարչապետ։ Thank you. Շնորհակալություն։ Հարգելի տիկին նախագահ, հարգելի բարեկամներ, նախ եւ առաջ թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, որ հայկական ինքնության այս շատ կարևոր խորհրդանիշը լինի այստեղ Եվրոպական խորհրդարանում։ Այս քանդակը պարունակում է հայոց այբուբենի տառերը։ Հայոց այբուբենի գյուտը 5-րդ դարում տեղի ունեցավ եւ դա կարևորագույն հիմնասյուներից է հայկական ինքնության։ Եվ սա շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության եւ եվրոպական ինքնության միջև։ Գիտեք, ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը կարևորագույն եւ ամենաուժեղ խորհրդանիշներից է ժողովրդավարության, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց գրելու, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների։ Ուստի սա շատ ուժեղ խորհրդանիշ է եւ ես շատ ուրախ եմ, որ հիմա այսօր այս խորհրդանշական օրը, երբ մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը եւ մեր կապերը Եվրոպական միության հետ, այս գործոնը հերթական անգամ խորհրդանշում է, որ միայն շփումը չէ, որ միայն համագործակցություն չէ, մեր համագործակցությունը հիմնված է բովանդակության վրա, դա ժողովրդավարական բովանդակություն է, դա համագործակցության, երկխոսության եւ խաղաղության եւ իհարկե համատեղ եվրոպական ապագայի մասին է։ Շատ շնորհակալություն։